Good morning. Բարի լույս, Thank you for attending today. շնորհակալություն, որ եկել եք, As you are aware, եթե գիտեք, there is a hearing that has been recently called դատական նիստը վերջերս հայտարարվել, for 4 p.m. today այսօր ժամը 4-ի համար, relating to the absurd charges որը վերաբերում է աբսուրդ մեղադրանքին, against Samuel Karapetyan. Սամվել Կարապետյանի դեմ։ I want to make a few things very clear. Մի երկու բան անյեգբա հստակ պարզ դարձնենք։ There are two Armenian billionaires wanted by the government of Azerbaijan. Ադրբեջանի կառավարությունը երկու հայ միլիարդատերի հետևից է անգել։ One is Ruben Vartanyan Մեկը Ռուբեն Վարդանյանն է, and one is Samuel Karapetyan. մյուսը Սամվել Կարապետյանը։ Why is Samuel Karapetyan in jail in Armenia is a question everyone must ask. Բոլորը պետք է իրանց հարց տան, ինչի է Սամվել Կարապետյանը Հայաստանում նստած։ He is absolutely innocent. Բացարձակապես անմեղ մարդ։ He was apprehended when he was in Armenia to honor the memory of his father on the 40th day. Կալանավորվել է, երբ որ գտնվում էր Հայաստանում հոր 40-ին մասնակցելու համար։ It was not a political demonstration. Այսինքն քաղաքական ցույց չէր կամ ակցիա։ From the context of his words, Ելնելով իր խոսքերի համատեքստից, it is very clear միանգամայն պարզ է, that overthrow of the government was the last thing on his mind. որ մտքով անգամ չէր անցել ակնարկել կառավարության տապալումը։ And let me say something else. Մի բան էլ ավելացնեմ։ Armenia is under the European Convention of Human Rights. Հայաստանը ստորագրել է մարդու եվրոպական կոնվենցիան։ The Prime Minister of this country, Եվ այս երկրի վարչապետը, who disrespects us all որը մեզ բոլորիս անհարգալից է վերաբերում, with his language իր ձևակերպումներով and defamation, եւ հերյուրանքներով, including even recently of myself by his chief of staff, ներառյալ վերջերս իր աշխատակազմի ղեկավարը ինձ վիրավորական արտահայտություն թույլ տվեց, was constantly engaged on Facebook բարբերաբար Facebook-ով ելույթներ ունենում, in making absolutely shocking comments about the church ցնցող արտահայտություններ թույլ տալով եկեղեցու հասցեագրված, and once these comments were made by Mr. Karapetyan at this religious event, եւ երբ 40 կրոնական միջոցառման ընթացքում պարոն Կարապետյանը այդ արտահայտությունն է ասել, he engaged in a threatening, vitriolic attack against the person of Mr. Karapetyan. նա պարոն Կարապետյանի անձի դեմ սպառնալից եւ մեղադրական ելույթ ունեցավ։ This attack alone Միայն այդ գրոհը disallows the charges. արդեն հերքում է մեղադրանքը։ Under Article 18, Ըստ 18-րդ հոդվածի it is very clear that these charges were brought in bad faith. միանգամայն հստակ է, որ մեղադրականը ներկայացված է անբարեխիղճ։ Prior to June 17th, Նախքան հունիսի 17-ը Mr. Karapetyan was not even a witness in a criminal case. Պարոն Կարապետյանը քրեական գործով անգամ որպես վկա չի հանդես եկել։ And all of a sudden, Մեկ էլ հանկարծ a very insecure prime minister, մի շատ իրեն անապահով զգացող վարչապետ, clearly frightened of domestic circumstances, հստակորեն վախեցած ներպետական հանգամանքներով, attacks a man commemorating a religious event involving the death of his father, գրում է մի մարդու վրա, որը կրոնական ծեսի է մասնակցում իր հոր հիշատակին, and subjects him to a brutal regime in jail եւ բիրտ ռեժիմի կողմից նրան բանտարկում են, that could break a man half his age. որը իր նույնիսկ կես տարիքի մարդուն կարող էր կոտրել։ What kind of statement is that about Armenia? Սա Հայաստանի մասին ինչ է ցույց տալիս։ To fabricate charges Կառուցել, ֆաբրիկացնել
մեղադրական, out of words that are completely innocent. այն խոսքերից ելնելով, որոնք միանգամայն անմեղ են։ One strains to even understand Մարդ գեր լարում պետքա դրսևորի, որ նույնիսկ փորձի հասկանալ, the fear that must motivate the prime minister թե ինչ վախով է առաջնորդվել վարչապետը։ to bring such absurd charges Նման անհեթեթ մեղադրանք ներկայացնելու համար։ against the president of the Armenian Businessmen's Association, Հայկական գործարարների միության նախագահի դեմ, against one of the key supporters of the Armenian Apostolic Church. հայ Սուրբ Առաքելական եկեղեցու հիմնական սատարողներից մեկի դեմ։ The prime minister ongoingly breaks the guarantees under the European Convention of Human Rights Վարչապետը շարունակաբար խախտում է Մարդու Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված by իրավունքները։ failing to remain neutral with respect to matters of the church. Եկեղեցուն վերաբերող հարցերում չեզոքություն չպահպանելով։ His relationship to the church, his attacks on the Catholicos fall outside the rule of law. Նրա հարաբերությունները եկեղեցու հետ, վերաբերմունքը եկեղեցու հանդեպ եւ վերաբերմունքը կաթողիկոսին իրանքի գերիշխանության սահմաններից դուրս են։ I am privileged to work with a tremendous group of Armenian lawyers, Ես պատիվ ունեմ շատ տպավորիչ հայ փաստաբանների խմբի հետ աշխատելու and we will be resisting the government's ongoing attempt եւ մենք դիմադրելու ենք կառավարության ձեռնարկած շարունակական ջանքերին to incarcerate our client for what is clearly an improper purpose that is politically motivated. անպատեհ մի նպատակի հանուն անպատեհ մի նպատակի որը քաղաքականապես մոտիվացված է մեր վստահորդին նստացնելու դեմ։ And I want to say that as so many in Armenia Պիտի ասեմ, որ ինչպես եւ շատերը Հայաստանում are mourning the situation in Nagorno-Karabakh ես ցավում եմ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի կապակցությամբ and are praying for the freedom of the hostages in Azerbaijan. աղոթում ենք Ադրբեջանում պատանդների ճակատագրի համար It defies imagination Երևակայության մեջ չի տեղավորվում that Armenia որ Հայաստանը is engaging in the holding of political prisoners. որ Հայաստանը զբաղվում է քաղաքական բանտարկյալներ պահելով We will be going to the European Union with a demand մենք Եվրամիության ենք դիմելու պահանջով that they condemn Armenia for its holding of political prisoners. որ Հայաստանին դատապարտեն քաղաքական բանտարկյալներ պահելու կապակցությամբ And what is a political prisoner? քաղաքական բանտարկյալը ինչ է այնպես ներկայացնում There is a definition. դրա հստակ սահմանումը կա The Council of Europe provides it in Resolution 1900. 1900 համարակալած բանաձևով Եվրախորհուրդը տվել է դրա սահմանումը Number one is the violation of convention rights. Առաջի հատկանիշը կոնվենցիայով ամրագրված իրավունքների խախտումն է Right now in Armenia today, with respect to these charges, Ներկայումս Հայաստանում այս մեղադրականի կապակցությամբ we have the violation of Article 9 with respect to religious freedom. միեկի 9-րդ հոդվածն է խախտված կրոնի ազատության, դավանանքի ազատության վերաբերյալ, Article 10 with respect to freedom of expression. 10-րդ հոդվածն է խախտված արտահայտման ազատությունը երաշխավորող, And Article 18 with respect to the political motive without the genuine nature of an offense. Եվ 18-րդ հոդվածը այսինքն քաղաքական մոտիվացիա հետապնդելը առանց տակը ունենալու իրական իրավախախտում։ Number 3 would be the disproportionate detention. Երրորդ հատկանիշը անհամաչափ ազատազրկումն է։ And I want to say something about that. Դրա մասին ավելացնեմ։ Thank God, having met with Samuel yesterday, Փառք Աստծո, երեք Սամվելին հանդիպելու առիթ ունեցա։ I can report to you that he is a strong man in good spirits. Կարող եմ ասել, որ ամուր մարդ է եւ հոգին տեղն է, ոգին տեղն է, And is awaiting his day in court. I'm going to stop for a minute. I'm going to let them finish. Ես մի հատ լռեմ, այնտեղ կարգի գա լռություն տիրի։
ու նա ակնկալում է, որ դատարանի իր օրը կհասնի։ So as of today, he has served over 110 days Արդեն 110 օրվանից ավել նստած է in these harsh conditions. բավական խիստ պայմաններում։ I'm not in any way commenting about prison staff. I'm speaking only of the conditions of the prison. Պայմանները վերաբերում են բանտի պայմաններին, որևէ ակնարկ չկա քրեակատարողական աշխատակիցների հասցեին։ Number 4, there is no question. He is the victim of discriminatory targeting. Չորրորդ հատկանիշը, որը անհերքելի է, նա խտրական թիրախավորման զոհ է դարձել։ Number 5, there is no question these proceedings are unfair and absurd. Հինգերորդը խնդիր հարց չկա, կասկած չկա, որ այս ընթացակարգը արդարացի չի եւ անհեթեթ է։ And now we have some new money laundering charges. Հիմա էլ նոր մեղադրանք են ավելացրել փողերի լվացման։ Let me address that quickly. Դրան երկու խոսքով անդրադառնամ։ Money laundering charges are where autocracies go to jail political opponents. Սա սովորաբար ավտոկրատ ռեժիմները օգտագործում են քաղաքական իրենց ընդդիմախոսներին նստացնելու համար։ No charges arose before June 17th. Հունիսի 17-ից առաջ նման մեղադրանք չի եղել։ All of a sudden, the president of the Businessmen's Association, Armenia's greatest entrepreneur, Մեկ էլ հանկարծ Հայաստանի ամենամեծ ձեռնարկատերը գործարարների միության նախագահը gets these bogus charges, մտածածին մեղադրանքի է արժանանում, which, to their credit, even superior courts, in the case of the first money laundering charges, have dismissed. որը ի պատիվ իրեն նույնիսկ գերագույն դատարանը առաջի նման մեղադրանք ներկայացնելու դեպքում չի ընդունել։ Finding that they didn't even reach the level of reasonable suspicion. Այսինքն հիմնավորելով, որ հիմնավոր կասկածի անգամ շեմը չի հաղթահարված այդ մեղադրանքով։ Ինչ որ ասում է, դա էլ թարգմանում։ There is no superior court here. You refer to The Court of Appeal. Վերաքննիչ համաձայնեց։ So, what I am saying to you is Ասածս այն է, որ that we have political prisoners, որ քաղաքական բանտարկելներ իրականում գոյություն ունեն։ and the most obvious example Եվ ամենից կարկառուն օրինակը is the contract prosecution of Samuel Karapetyan. պայմանագրային հետապնդումն է քրեական Սամվել Կարապետյանի։ When the Prime Minister tells you you are going to feel the bite of the country, Երբ որ վարչապետը ասում է դու ես երկրի կծածը դեռ կզգաս, the teeth of ատամները կզգաս, this is what you get. ահա թե ինչ է ստանում։ So it is shameful. It is a shame on the presidential administration. Ամոթալի է եւ սա նաեւ ամոթա նախագահական վարչակազմի, To have engaged in this contract prosecution, որ sense պայմանագրային քրեական հետապնդումով ազբաղում and rather than apologize for it, եւ փոխանակ ներողություն հայցելու they continue it and they escalate it. շարունակում են եւ դեռ մի բան էլ էսկալացիայի գնում։ But I want to be very clear Ուզում եմ միանգամայն հստակ լինեմ, that this improper conduct by the Armenian government որ այս այն վայելուչ վարքագիծը Հայաստանի կառավարության կողմից will not stand. չի կարող կենսունակ լինել։ And we will take this case not only to international tribunals, Եվ մենք այս գործը հասցնել ենք ոչ միայն միջազգային ատյաններ, but to all of those who can influence this government to give up its political prisoners. այլև նաև կհասցնենք բոլոր նրանց ականջին, ովքեր ի վիճակ են ճնշում գործադրել, ազդեցություն թողնել այս կառավարության վրա, որպեսզի նա ազատի քաղաքական բանտարկյալներից, Which include high members of the church որը ներառնում է նաև բարձրաստիճան եկեղեցականների, and which include the overall attack on the Armenian Apostolic Church, եւ ընդհանուր նաև գրոհին է խոսքը վերաբերում հայ առաքելական եկեղեցու դեմ, of which the attack
Karapetyan is a part. Որի բաղկացուցիչ մասը նաև Կարապետյանի վրա սանձարձակած գրողը։ So I will be going to court this afternoon. Ես այսքան օրվա երկրորդ կեսին մասնակցել եմ դատական նիստին։